որևէ իմ գործողությամբ վերջին 7 տարիների ընթացքում ես որևէ տեսակի նմանատիպ քրեական պոտենցիալ գործ ունեցող հոդվածով չէի կարող անցնել, որովհետև իմ որևէ գործողություն չէր կարող հանգեցնել նմանատիպ քննության իմ նկատմամբ։ Իմ վստահությունը միայն այդ բացարձակ ճշմարտությունից է գալիս։ Խնդրեմ։ Ես կասկած չունեմ, որ դուք շատ լավ մտածված ձևերով եք այդ գումարները փոշիացրել, բայց այդտեղ այդ լրագրողը հետոնային հարցրեց ձեզի, հարցրեց ձեր հարաբերությունը պարոն Փաշինյանի հետ ինչպես է, եւ դուք ասացիք մտերիմ։ Հիմա ես հասկանում եմ, այդ մտերմությունը արդյոք կարծում եք կարող է ազդեցություն ունենա, որտեղ մենք տեսնում ենք, որ այս երկրում իրավապահ մարմինները կարծում են ծառայում են իշխանությանը, ոչ թե ժողովրդին, եւ դրա վառ ապացույցը այս վերջերս Մասիվի թաղապետը, որ ծեծում էր բլոգեր Արթուր Չախոյանին 4-5 հոգու հետ, անմիջապես կռվից հետո ոստիկանությունը եկավ Արթուր Չախոյանը, ով ծեծ եկել է, ձերը բռնեց, գլուխը ծռեց, գցեց ավտոյի մեջ, թողեց թաղապետը նիստը վարի, հետո գնա ճաշի, այսինքն այդ ինչ տպավորություն եք դուք ստեղծում, որ մեզ ասում եք ինստիտուտներ ունեք իրավապահ մարմինների, դա է ձեր ինստիտուտները, դա է ձեր կոռուպցիա բացահայտումները